Давай. Արագացեք դեր։ Կամաց։ Ճիշտ սպասում, արագացեք։ Եկեք։ Լավ։ Սպասի բանկա խոսալ։ Անին վերև խոսա։ Չէ, չեմ ուզում ավել մարդիկ իմանա, որ ձեր հետ եմ եղել։ Բացացի։ Գևորգը ներսում է։ Դիմացի։ Համբուրտը ներսում ամրիցել, բայց ոսկորը չի վնասվել։ Դիմացի, ապեր։ Դիմացի, ծավոտ տանեմ, դիմացի։ Դիմացի խնդրում եմ, մի քիչ էլ դիմացի։ Ինձ օգնություն ա պետք։ Ես կօգնեմ, քույրական դասեր եմ գնացել, ասեք իչապետ բանը։ Դա քիչ է, դու էլ մնա, կբռնես, որ չշարժվի։ Նատոց չկա ձեռքիս տակ, բայց ցավը ուժեղ ա լինելու։ Սակ դիմացի։ Տղեկ, դուք դրսում սպասեք։ Բարես հասկանում եմ ինչ մեծ ռիսկ ես գնացել, որ եկրես մեզ օգնել ես, բայց պետք է բացատրես ոնց ես հայտնվել այդ խոտիչի մոտ։ Գորը Վարդանին էր ասել, Վարդանն էլ ինձ։ Ալո, Ընկեր Վարդան Գորն եմ։ ասա Գորջան, լսում եմ, ինչ որոշեցիք։ Որոշումները չեն փոխվել, ուղղակի մի խնդրանք ունեմ քեզ։ Ասա լսում եմ։ Այն ինչը որ պլանավորել էինք, կարող է այսօր անենք։ Բայց դու հասկանում ես, թե դա իր մեջ ինչ վտանգներ է պարունակում Գոր։ Հա, հասկանում եմ, ու խնդրանքս այն է։ Ընկեր Վարդան, եթե ինձ մի բան պատահի, միջև մամայի վիրահատությունը չլինի, իրեն բան չասես։ Գոր, Ընկեր Վարդան, մաման պետքա փրկվի։ Դրա համար ոչ մի բան պետքա չիմանա։ խոստանում եմ, ոչինչ չեմ ասի, բայց ես պետք է իմանամ, թե դուք որտեղ եք լինելու։ Դրա կարիքը չկա։ Չէ, Գոր, կա։ Ես պետք է իմանամ, որ հետո իմանամ որտեղ փնտրեմ ձեզ։ Դու հասկանում ես ինչ ես պահանջում ինձնից, Վարդան։ Այդ այն կարմիր գիծն է, որը հատելուց հետո ես այլևս չեմ կարող ոստիկանի համազգեստ հագնեմ։ Բա որտեղ եք ինձ սպանել։ Դու հետո քեզ ոնց ես այլու մեջ նայելու, հա։ Այդ իմ համար աղետ կլինի։ Դրա համար եմ ասում, ես հատուկ ջոկատայինների հետ կգնամ, որ արունահեղություն չլինի։ Ու հետո տղեկը երկար տարիներ կնստեն բերդում, իսկ այս վիճվածքը կմնա ազատության մեջ։ Սա է ձեր արդարությունը։ Ախր ինչի չես ուզում ինձ հասկանաս։ Ես օրենքի մարդ եմ ու չեմ կարող թույլ տամ, որ ինչ-որ մեկը թեկուզ իմ արունակից մարդը սպանի այդ բեկի նման տականքին։ Լսին, ես քեզ չեմ առաջարկում, որ օգնենք նրանք սպանեն բեկին։ Ես քեզ առաջարկում եմ, որ տղեկի կյանքը փրկենք։ Եթե դու չհայտնվեի այդտեղ, մենք հիմա բոլորս մեռած կլինեինք։ Ես գիտեմ։ Բայց դու վատ բան չես արել, վար։ Ձեզ փրկելու համար ես մարդ եմ սպանել, դավ։ Ու դա արել եմ ոչ ծառայողական պարտականություններս կատարելու ժամանակ։ Իրավաբան մարդ ես, ես չպիտի քեզ բացատրեմ, թե դա ինչ է նշանակում։ Հա, բայց եթե դու մեզ օգնած չլիներ, մենք հիմա մեռած ենք լինելու։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Ես պարտավոր էի գործին օրինական ընթացք տայի, բայց դա չեմ արել, ասեմ ավելին։ Թաքցրել եմ հույժ կարևոր տեղեկություն։ Ու ինչ ես մտածել, ինչ պիտի անես։ Առավոտը աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Լուրջ ես ասում։ Հա, ես ուրիշ տարբերակ չունեմ, դավ։ Ես էլ չեմ կարա ինքս իմ հետ հաշտ ապրեմ։ Բայց դու գիտես, որ իրանք մեղավոր են, չէ՞։ Գիտես, որ մեղավոր են Նանեի, Արամի ու շատ մարդկանց սպանությունների մեջ։ Դա այլևս ոչ մի նշանակություն չունի, դավ։ Հաշվի առնելով այսօրվա կատարվածը, ձեր ողջ մնալու հավանականությունը հավասար է 0-ի։ Այնպես որ քանի դեռ հնարավորություն կա, քանի դեռ շանս ունեք, փախեք։ Ուր փախնենք։ Ինքներս մեզանից չենք փախնելու։ Մի խոսքով շնորհակալ եմ, որ օգնել ես մեզ, գիտես ինձ որտեղ գտնես։
Չես փոշմանել, որ խանգարել է Սակոին սպանի Բեկին հիվանդանոցում։ Չէ, չեմ փոշմանել։ Մեկը էլ ոչ մի բան չէր փոխվելու։